Ինչ եք կարծում, Հայաստանը անվտանգ կլինի խոհանուն աշխոց է Ռուսաստանը։ Հայաստանը անվտանգ է այնքանով, ինչքանով որ Հայաստանի կամ հայ ժողովրդի գիտակցությունը իր բարձրության վրա է։ Հայաստանի անվտանգությունը հայ ժողովրդի ձեռքում է։ Եվ ոչ Ռուսաստանը, ոչ ՆԱՏՕ-ն իրենց ստրատեգիական հնարավորություններով 100% մեր ժողովրդի շահերը չեն առաջ մղում։ Մեր ժողովրդի շահը մղում է մեր ժողովուրդը իր գիտակցությամբ։ Ինչքանով որ մեր գիտակցությունը միահամուռ է ու կայուն ու տոկուն, մենք անվտանգ ենք։ Չենք կարող մնալ միջազգային հանրության ազդեցությունից։ Իհարկե չենք կարող։ Ընտրենք գոնե միջին տարբերակը, որը մեզ համար ավելի անվտանգ կլինի։ Ես հստակ չեմ կարող ասել, որովհետև Ռուսաստանի հետ դարավոր համագործակցություն կարելի ասել դրա անունը, չնայած պատմաբանները կարող են վիճարկել իմ ասածը։ ՆԱՏՕ-ն շատ ավելի հեռու է, քան Ռուսաստանը։ Եվ ՆԱՏՕ-ն եւ Ռուսաստանը մեր հետ հարաբերությունների կառուցման ժամանակ առաջ են տալիս իրենց շահերը, եւ դա բնական է։ Մենք պետք է այնքան հմուտ լինենք ու այնքան դիվանագիտական հնարավորություններ ունենանք ու ցուցադրենք դա, որ կարողանանք եւ ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի հետ հավասարակշռված դիրքորոշում պահենք։ Սա է ամենագերագույն խնդիրը։ Կամի դեպքում շատ դժվար իրավիճակ կստեղծվի։ Ամենաճիշտը հավասարակշռված եւ բալանսավորված համագործակցությունն է եւ ՆԱՏՕ-ի հետ եւ Ռուսաստանի հետ։ Չեմ տեսել ճիշտն ասած, շատ մեծ հույսեր չունեմ ճիշտն ասած, բայց ինձ թվում է եւ երկուսի հետ էլ լավ հարաբերությունների մեջ ու ոչ մեկի հետ չառանձնանա։ Ժամանակին եւ որ Խրիմյան հայրիկին ասացին մեր բաները նավադորումները առաջ չելեր։ Այն նորոնը պետք է միշտ հիշենք եւ գիտնանք մեր ճշտամինով է, մեր սիրողով է, մեր այսինքն պաշտպանողով է։ ՆԱՏՕ-ն երեք ասեց, թե ինքը չի գնար Ուկրաինայի համար, փախի Ռուսիայի հետ։ Ուրեմն ՆԱՏՕ-ն ոչ գնա Ուկրաինայի օգնել, ոչ Հայաստանի։ Եթե մենք նախագահը իր գործն է, ինքը ավելի լավ գիտի մեզ եւ որ իր բաշունի ելած գրնա, այսինքն մենք մեր գործն ենք, նախագահը իր գործը թողնի։ Այսինքն անվտանգ կլինենք Ռուսաստանի կողքին։ Այո։ Մանրամասների շատ տեղյակ չեմ, բայց որոշակի ինչ որ պնդություն զգացի, հա, տենց ասեմ, դուխ էլ եւ կարծում եմ դրա պատճառը փառք մեր բանակին ամեն դեպքում, որ այդ բանակի շնորհիվ ոնց որ ասած ագին համարձակություն է իջել մեր դիվանագիտության մեջ երևի էլ Հայաստանի համար ամենաանվտանգ վիճակը լինել ինքը իր կողքին ինչը որ վերջին հետ դեպքերը ապացուցեցին ոչ մեկ առանց որևէ մեկի օգնության արեցին դրա համար ոնց որ վարկը կամ ռեյտինգը բարձրացավ սկսեցին հաշվի նստել համենայնդեպս այդպեսի տպավորություն կա առաջի քայլը դա է դուլի հետ ոչ մեկ չի ուզում համագործակցի չեմ գիտեր ես որ Ֆրանսիայի մեջ կապրիմ գուզեմ երկուքին էլ լավը լա Ռուսիայի հետ, լա Եվրոպայի հետ, երկու կողմով աշխատելը լավ ցույց կտեսնեմ հարգապ Հայաստանի համար։ Ղարաբաղի խնդիրը հարգապ մենք Ռուսիայի կապված ենք կոմպլետման։ Եվ մինչև վերջ պետք է Ռուսիայի հետ լանք, այո։ Բայց նորեն պետք է դուրսի երկիրներն ցերկ տան աշխատին, որ գիտեմ որ մենք ասում ենք հարգապ բան ունենք, քուլտուր ունենք, լեզունից ունենք, մեր պատմություններ ունենք, մենք մեծ ասում ենք հարգապ Ադրբեջան ոչ քուլտուր ունի, ինչպես քուլտուր մշակույթ չէ, բան ինչ ասկը, ինչ ասկով եկած է, ինչ է, այպեկիմ չունի իր այպեկիմ, մենք հարգապ շատ մեծ հին ասկում ենք, հարգապ գուզեմ, հարգապ Ռուսիա, այո, նորմալ է, բայց գուզեմ մյուս եվրոպական երկիրներն գապ լինի,